Ամանորի նախօրեին մի աղքատ աղջնակ փորձում է իր գաղտնի պահած մանրադրամներով իրականացնել քրոջ երազանքը։ Երբ խանութում նրան նվաստացնում են, աղջկա աշխարհը փլուզվում է անտարբեր հայացքների ներքո։ Սակայն մի անսպասելի արարք վերստին հույս է արթնացնում, ընդմիշտ փոխում ամեն ինչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մեզ հայտնել, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Այդ դեկտեմբերին Երանն արթնանում էր պարզ երկնքի տակ, Ամանորի նախաշեմին բնորոշ եռուզեռով։ Կենտրոնի փողոցները լեփ-լեցուն էին շտապող մարդկանցով, որոնց ձեռքերին օրորվում էին գունավոր տոպրակներ, խանութների դռներից լսվում էր ամանորյա երաժշտություն, իսկ ցուցափեղկերը զարդարված էին փայլերով նվերների տուփերում փաթեթավորված երջանկության խոստումներով։ Դա մի քաոսային, բայց գեղեցիկ պար էր, որտեղ յուրաքանչյուրն իր երազանքներն ու հոգսերն էր կրում, մարդաշատ մայթերով անցնելով այն համոզմամբ, որ Ամանորը ինչ-որ կերպ կլրացնի ամբողջ տարվա բացերը։ Այդ բազմության մեջ 11-ամյա մի աղջիկ քայլում էր կարճ ու վստահ քայլերով։ Նրա անունը Անի էր։ Հագին ուներ գունաթափված վերնաշապիկ, կարկատած կիսատաբատ հողաթափեր, որոնց սկզբնական գույնն այլս հնարավոր չէր հիշել։ Շագանակագույն մազերն արագ-արագ հավաքված էին ծուռ պոչիկով, իսկ փոքրիկ դեմքին խառնվել էին վճռականության ու վախի տարօրինակ արտահայտություններ։ Անին այստեղ զբոսնելու կամ լույսերը տեսնելու համար չէր։ Նա առաքելություն ուներ։ Եվ այդ առաքելությունը ստիպում էր նրան անտեսել հետաքրքրասեր ու դատապարտող հայացքները, որոնք որոշ մարդիկ նետում էին իրենց ճանապարհին հանդիպելիս։ Ձեռքերում նա ամուր սեղմել էր մաշված կտորե պայուսակը, որտեղ 2 շաբաթվա ընթացքում հավաքած մետաղադրամներն էին։ Դրանք 10, 20, 50 դրամանոց մետաղադրամներ էին։ Դրանցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր անտեսանելի ջանք, լուր զոհողություն։ Անին օգնել էր հարանուհուն լվացք փռել, երրորդ հարկի մի տատիկի համար բարձրացրել էր շուկայի տոպրակները, ավլել էր տան մոտ գտնվող փոքրիկ խանութի մայթը։ Այս ամենը մանր դրամի դիմաց, որոնք առանձին գրեթե ոչինչ չարժեին, բայց միասին հրաշքի հույս էին կազմում։ Հրաշքն այս դեպքում տիկնիկ էր։ Ոչ թե որը տիկնիկ, այլ այն մեկը, որը նրա 5-ամյա քույրիկը, Լիլիթը, շաբաթներ առաջ տեսել էր ցուցափեղկում փայլող աչքերով խոսել դրա մասին։ Լիլիթը բարձրաձայն ոչինչ չէր խնդրել, քանի որ չափազանց շուտ էր սովորել, որ խնդրելը հիասթափության հոմանիշ է։ Բայց Անին տեսել էր, թե փոքրիկն ինչպես է նայել տիկնիկին, ինչպես է մի քանի վայրկյան ավել կանգնել ցուցափեղկի դիմաց, ինչպես է թույլ հոգոց հանել, նախքան ճանապարհը շարունակելը։ Եվ դա սուր դաշույնի պես խոցել էր Անիի սիրտը։ Անին ու Լիլիթը միասին ապրում էին Երանի ծայրամասային թաղամասերից մեկի փոքրիկ ու շոգ տանը, որտեղ փողոցները ծուռումուռ էին, ասֆալտի վրա փոսերն ավելի շատ էին, քան հարթ մակերեսը, իսկ տները կպած էին իրար, կարծես ներողություն էին խնդրում իրենց գոյության համար։ Նրանք այլս ծնողներ չունեին։ Ավելի ճիշտ, ունեին, բայց այնպես, որ ավելի վատ էր, քան չունենալը։ Նրանց մայրը Սոնան հեռացել էր, երբ Լիլիթը դեռ նորածին էր։ Անին նրանից քիչ հիշողություններ ուներ, մազերի բույրը, կամացուկ երգած մի երգ, քնելուց առաջ ամուր գրկելու ձ։ Հետո, մի օր, Սոնան անհետացավ։ Ոչ ոք Անիին, որն այն ժամանակ ընդամենը 6 տարեկան էր, ստույգ ոչինչ չբացատրեց։ Ասացին, որ մայրը գնացել է, որ չի վերադառնալու, որ այդպես ավելի լավ է։ Այդ օրվանից աղջիկները մնացել էին Սեդայի խնամքի տակ, մի հեռավոր ազգականուհու, ում ազգակցական կապի աստիճանը ոչ ոք չէր կարողանում հստակ բացատրել։ Սեդան չար չէր, բայց նա բարի չէր։ Նա հոգնած, դառնացած կին էր, որն աղջիկներին ընդունել էր ավելի շատ բարոյական ճնշման տակ, քան սեփական կամքով։ Նա աշխատում էր գեղեցկության սրահում որպես մատնահարդար, տուն էր գալիս ուշ, քիչ էր խոսում ու շատ գոռում։ Չէր ծեծում, բայց նրա խոսքերը հարվածների պես էին։ Եվ ամենավատը լռությունն էր, այն սառը լռությունը, որը հաջորդում էր բղավոցներին, երբ Սեդան փակվում էր իր սենյակում աղջիկներին մենակ թողնում հյուրասենյակում, զգալ տալով, որ իրենք բեռ են, սխալ, անլուծելի խնդիր։ Անին մայր էր դարձել, առանց մայր լինելու։ Վաղ էր արթնանում, Լիլիթի համար ջրիկ կաթով սուրճ էր պատրաստում, քրոջ մազերը խնամքով սանրում, քնելուց առաջ պատմություններ հորինում, ուտելիքի բաժինը կիսում, միշտ ամենամեծ կտորը փոքրիկին տալով։ Լիլիթն իր հերթին կառչում էր Անիից, կարծես նա աշխարհի միակ իմաստալից կտորն էր։ Եվ հենց դրա համար էր Անին այնտեղ, Երանի կենտրոնի այդ մարդաշատ արտրի կենտրոնում, գրպանում մետաղադրամներով ու բաբախող սրտով։ Նա մտավ խաղալիքների խանութ։
Տեղը հսկայական էր, լի գունավոր միջանցքներով, տուփերով լեցուն բարձր դարակներով, թարթող լույսերով անդադար հնչող ուրախ երաժշտությամբ։ Օդում նոր պլաստմասայի հոտ էր, այն արհեստական հոտը, որը բնորոշ է մարդու ձեռքով երբեք չշոշափված իրերին։ Անին զգաց, թե ինչպես օթորակիչը սառեցրեց իր մաշկը ամաչելով նկատեց, որ քրտնել է։ Նա ձեռքերը սրբեց կիսատաբատին, խորը շունչ քաշեց, սկսեց դանդաղ քայլել միջանցքներով։ Ամենուր երեխաներ կային, իրենց ժպտացող գնումների լիքը սայլակներ հրող ծնողների ուղեկցությամբ։ Կային տատիկներ, որոնք հանգիստ նվերներ էին ընտրում, երիտասարդ զույգեր, որոնք քննարկում էին, թե որ խաղալիքն է ավելի զարգացնող, վաճառողներ, որոնք լայն ժպիտներով ու բարեհամբույր ձայներով օգնություն էին առաջարկում։ Անին իրեն անտեսանելի էր զգում մի նույն ժամանակ, հսկողության տակ։ Կարծես բոլորը, միայն նայելով, կարող էին տեսնել, որ ինքն այդտեղի չէ։ Բայց նա շարունակեց։ Անցավ թանկարժեք հեծանիվների, գիտական հավաքածուների, հսկայական տիկնիկների միջանցքներով, որոնք արժեին իրենց տան մեկ ամսվա վարձի չափ։ Մինչ որ վերջապես հասավ ամենացածր դարակին, որտեղ դրված էին ամենահասարակ խաղալիքները։ Եվ ահա այնտեղ էր, փոքրիկ տիկնիկը, հասարակ պլաստմասայից, շագանակագույն սինթետիկ մազերով, գունաթափված վարդագույն զգեստով։ Դրսից նայողի համար ոչ մի առանձնահատուկ բան չուներ, բայց Անիի համար այն կատարյալ էր։ Նա զգուշությամբ վերցրեց տիկնիկը, կարծես սուրբ բան լիներ, քայլեց դեպի դրամարկղ։ Երկու հերթ կար։ Մեկը քարտով վճարելու համար էր, արագ ու ժամանակակից։ Մյուսը կանխիկի, ավելի դանդաղ, որտեղ սպասարկում էր անթերի տեսքով մի վաճառողուհի։ Անին կանգնեց կանխիկի հերթում, սպասեց իր հերթին, երբ հասավ առաջ, նրբորեն դրեց տիկնիկը վաճառասեղանին։ Վաճառողուհու անունը Ռուզաննա էր։ Նա մոտ 30 տարեկան էր, ուներ կատարյալ կոկոնով հավաքված շիկահեր մազեր, անթերի դիմահարդարում, խնամված եղունգներ, արթուկված համազգեստ։ Նա նայեց տիկնիկին, հետո Անիին, դեմքը կնճռոտեց անհամբերության ու արամարանքի խառնուրդով։ Բար չասաց։ Չհարցրեց, կարող է օգնել։ Պարզապես տիկնիկի շտրիխ կոդն անցկացրեց սարքով սառը ձայնով հայտարարեց գինը։ Անին զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Գինը մի փոքր ավելի բարձր էր, քան ինքը պատկերացնում էր։ Նա հանեց կտորե պայուսակը, դողացող ձեռքերով բացեց այն, սկսեց մետաղադրամները լցնել վաճառասեղանին։ Մեկ առ մեկ, կոկիկ կույտեր անելով, կամաց հաշվելով, փորձելով չսխալվել։ Մետաղադրամները ընկնելիս աղմուկ էին հանում, մի աղմուկ, որը կարծես արձագանքում էր ամբողջ խանութում։ Ռուզաննան բարձր, զայրույթով լի հոգոց հանեց։ Նա նայեց մետաղադրամներին, կարծես դրանք աղբ լինեին, անհամբեր ձեռքերը։ Խաչեց։ Անիի հետում հերթում սկսեցին կուտակվել այլ մարդիկ։ Ինչ-որ մեկը կոկորդը մաքրեց։ Մեկ ուրիշը մի բան մրմնջաց, որը Անին լավ չլսեց։ Նա արագացրեց հաշվարկը, բայց ձեռքերն այնքան էին դողում, որ մի քանի մետաղադրամ սահեցին ու ընկան գետնին։ Անին արագ կռացավ վերցնելու, զգալով, թե ինչպես է դեմքն այրվում ամոթից։ Երբ ուղղվեց, Ռուզաննան նայում էր իրեն զզվանքի դաժան զվարճանքի խառնուրդ արտահայտող դեմքով։ Վաճառողուհին վերցրեց մետաղադրամներից մի քանիսը, կոպիտ հաշվեց մնացածը հետ հրեց վաճառասեղանի վրայով։ Պակասում էր 500 դրամ։ Անին զգաց, թե ինչպես են արցունքները սկսում կուտակվել աչքերում, բայց ուժով կուլ տվեց։ Չէր լացելու։ Ոչ։ Նա նայեց Ռուզաննային դողացող ձայնով ասաց, որ կգնա մնացած գումարը բերելու, որ շուտով կվերադառնա, որ խնդրում է տիկնիկը պահել իր համար։ Ռուզաննան կարճ ու սուր ծիծաղեց։ Այստեղ բանկ չէ, որ խաղալիք պահենք, աղջիկ։ Ու հետո, կարծում ես, փողը ոնց ես հավաքելու։ Փողոցում մուրալով։ Այստեղ մուրացկանների տեղը չէ։ Դու խանգարում ես մյուս հաճախորդներին։ Վերցրու քո մանր դրամներն ու դուրս արի, մինչ անվտանգությանը չեմ կանչել։ Այդ պահին կարծես ամբողջ աշխարհը փուլ եկավ Անիի գլխին։ Նա շուրջը նայեց, տեսավ, որ մի քանի մարդ հետում է տեսարանին։ Ոմանք խղճահարությամբ, մյուսները անհարմար զգալով, իսկ ոմանք էլ անտարբերությամբ։ Անին զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվեց, կուրծքը ցավեց, ոտքերը թուլացան։ Նա սկսեց հուսահատ շտապողականությամբ հավաքել մետաղադրամները, բայց ձեռքերն այնքան էին դողում, որ մի քանիսը նորից ընկան գետնին։ Հենց այդ պահին օդը կտրեց մի խիստ, վստահ հեղինակությամբ լի ձայն։ Ինչ է կատարվում այստեղ։ Անին բարձրացրեց աչքերը, տեսավ մոտեցող մի տղամարդու։
Նա մոտ 40 տարեկան էր, ուներ էլեգանտ սանրվածքով ճերմակած մազեր, մուգ շագանակագույն աչքեր, մի կեցվածք, որը հզորություն էր հաղորդում նույնիսկ առանց ցուցադրականության։ Հագին ուներ բաց կապույտ վերնաշապիկ, դասական տաբատ թանկարժեք թվացող կոշիկներ։ Բայց ամենաշատը ուշադրություն գրավողը հագուստը չէր։ Դա այն ձն էր, որով նա նայում էր տեսարանին, մի լարվածությամբ, որից օդը կարծես ավելի էր ծանրանում։ Ռուզաննան անմիջապես փոխեց կեցվածքը։ Ժպիտը վերադարձավ, բայց այս անգամ այն ստիպված էր, արհեստական։ Բարդ ձեզ, պարոն։ Պարզապես բացատրում էի աղջնակին, որ ցավոք նա բավարար գումար չունի գնում կատարելու համար։ Սրանք խանութի կանոններն են։ Տղամարդը հայացքը չկտրեց Անիից։ Նա դանդաղ մոտեցավ, մի փոքր կրացավ, նրա հասակին հավասարվելու համար, հարցրեց մի մեղմ ձայնով, որը հակասում էր վաճառողուհուն ուղղված նրա խիստ հայացքին։ Որքան է պակասում։ Անին այնքան վախեցած էր, որ հազիվ կարողացավ պատասխանել։ 500 դրամ, չշնջաց նա։ Տղամարդը հանեց դրամապանակը, հանեց 10,000 դրամանոց թղթադրամ դրեց վաճառասեղանին։ Նա կվերցնի տիկնիկը։ Եվ ես ուզում եմ, որ դուք նրանից ներողություն խնդրեք։ Հիմա։ Ռուզաննան շփոթված թարթեց։ Պարոն, ես չեմ հասկանում։ Ես ընդամենը իմ աշխատանքն էի անում։ Ձեր աշխատանքը երեխաներին նվաստացնելն է։ Մի աղջկա հետ վարվել այնպես, կարծես նա խնդիր է, որովհետև բավարար գումար չունի։ Կարծում եք, դա պրոֆեսիոնալիզմ է։ Ամբողջ խանութը լռեց։ Ռուզաննան փորձեց բացատրություն տալ, բայց տղամարդը ձեռքը բարձրացրեց, լռություն պահանջելով։ Ես ուզում եմ խոսել մենեջերի հետ։ Հիմա։ Աշխատակիցներից մեկը վազեց կանչելու մենեջերին, որն արագ հայտնվեց, ամբողջովին սիրալիր ու նյարդային։ Տղամարդը ժամանակ չկորցրեց։ Հանգիստ, բայց մի վճռականությամբ, որը վիճարկելու տեղ չէր թողնում, բացատրեց իրավիճակը։ Մենեջերը, հասկանալով պահի լրջությունը, 1000 անգամ ներողություն խնդրեց, զեղչեր առաջարկեց, խոստացավ միջոցներ ձեռնարկել։ Տղամարդը դատարկ ներողություններ չընդունեց։ Նա պարզապես վերցրեց տիկնիկը, դրեց նվերի տոպրակի մեջ, տվեց Անիին։ Նա ռեֆլեքսիվորեն մերժեց, քանի որ իր մեջ խորը վախ կար ինչ-որ մեկին պարտական լինելուց։ Բայց տղամարդը պնդեց, այս անգամ շուրթերին փոքրիկ ու տխուր ժպիտով։ Սա լավություն չէ։ Սա արդարություն է։ Դու աշխատել ես դրա համար։ Տար քրոջդ համար ասա նրան, որ ամանորն ավելի շուտ է եկել։ Անին դուրս եկավ խանութից, տիկնիկն ամուր սեղմած կրծքին, արցունքները վերջապես ազատ հոսում էին դեմքով։ Նա չգիտեր այդ տղամարդու անունը։ Չգիտեր, ով էր նա։ Բայց գիտեր, որ այդ օրը ինչ-որ բան փոխվել էր։ Եվ առանց իմանալու, նա հենց նոր դուռ էր բացել մի պատմության համար, որը ընդմիշտ կփոխեր իր շատ ուրիշների կյանքը։ Տղամարդը, որը պաշտպանել էր Անիին խանութում, Տիգրան Մանուկյանն էր, նա պարզապես հասարակ հաճախորդ չէր։ Տիգրանը հանրախանութների ցանցի սեփականատեր էր, որը տարածվում էր Հայաստանի տարբեր մարզերում։ Նրա անունը հաջողության, կարգապահության, շատերի համար, ովքեր աշխատում էին նրա մոտ, զգացմունքային հեռավորության հոմանիշն էր։ Նա կայսրություն էր կառուցել, սկսելով շատ քչից, այդ ուղին նրան դարձրել էր կոշտ, զուսպ, մանրակրկիտ յուրաքանչյուր որոշման մեջ։ Տիգրանի համար զգացմունքները շքեղություն էին, որոնք խանգարում էին բիզնեսին։ Նա հպարտանում էր, որ երբեք անձնականը չի խառնում մասնագիտականին։ Բայց այդ դեկտեմբերյան երեկոյան նրա ներսում ինչ-որ բան ճաքել էր։ Երբ տեսավ Անին ծնկաչոք այդ խանութի հատակին, հավաքելով մետաղադրամները, հրապարակավ նվաստացվելով, Տիգրանը զգաց, թե ինչպես մի հին ու մոռացված ցավ վերադարձավ ամբողջ ուժով։ Դա խղճահարություն չէր։ Դա ճանաչում էր։ Զայրույթ էր։ Մեղքի զգացում էր։ Ամեն ինչ խառնվել էր կոկորդում սեղմված մի հանգույցի մեջ, որը նա չէր կարողանում քանդել։ Նա այդ գիշեր տուն վերադարձավ, չկարողանալով այլ բանի մասին մտածել։ Ապրում էր մենակ, կենտրոնի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում գտնվող մեծ ու ժամանակակից բնակարանում, որը նայում էր քաղաքին, ուներ մինիմալիստական ձևավորում, բացարձակ լռություն։ Այնտեղ ամեն ինչ կազմակերպված էր, մաքուր, սառը։ Պատերին լուսանկարներ չկային։ Ցրված հիշողություններ չկային։ Կարծես Տիգրանը ջնջել էր սեփական անցյալը, որպեսզի կարողանա առաջ շարժվել առանց զղջումների։ Բայց անցյալը, այդ գիշեր, ուժգին թակեց նրա դուռը։
Տիգրանը նստեց կաշվե բազմոցին, վառեց միայն մի թույլ լուսամփոփ, սկսեց նայել դատարկությանը։ Նրա գլխում անդադար պտտվում էր Անիի պատկերը, որը ներողություն էր խնդրում մի բանի համար, որում մեղավոր չէր։ Եվ այդ պատկերի հետ միասին գալիս էր մեկ ուրիշը, մի կնոջ հիշողություն, որին նա սիրել էր շատ վաղուց, երբ դեռ երիտասարդ էր, երբ դեռ հավատում էր, որ սերը կարող է ավելի կարևոր լինել, քան փողը։ Նրա անունը Սոնա էր։ Նրանք ծանոթացել էին, երբ Տիգրանը դեռ նոր էր սկսում իր կյանքը, աշխատելով որպես փոքրիկ խանութի մենեջեր։ Սոնան մաքրուհի էր, պարզ, քաղցր ժպիտով ու խորը հայացքով աղջիկ։ Նրանք սիրահարվել էին անհավանական ձով, որը մարտահրավեր էր նետում բոլոր սոցիալական տրամաբանություններին։ Տիգրանն այն ժամանակ դրան ուշադրություն չէր դարձնում։ Նա կարծում էր, որ սերը բավական է։ Եվ գրեթե մեկ տարի նրանք երջանիկ էին այնպես, ինչպես նա այլս երբեք չկարողացավ կրկնել։ Բայց Տիգրանի ընտանիքը չընդունեց։ Նրանք Սոնային համարում էին շահամոլ, անհարմար։ Սպառնալիք այն փայլուն ապագայի համար, որը պլանավորել էին իրենց որդու համար։ Ճնշում գործադրեցին, նվաստացուցիչ իրավիճակներ ստեղծեցին, ստեր տարածեցին։ Տիգրանն այն ժամանակ դեռ չուներ այն ուժը, որը հետագայում կունենար։ Նա երիտասարդ էր, անվստահ, ֆինանսապես կախված ծնողներից։ Եվ երբ Սոնան հանկարծակի անհետացավ առանց նամակ թողնելու, առանց բացատրություն տալու, Տիգրանը հավատաց այն վարկածին, որը նրան պատմեցին, որ նա հեռացել է ուրիշ տղամարդու հետ, որ երբեք իսկապես չի սիրել, որ այդպես ավելի լավ է։ Նա առաջ շարժվեց։ Ամուսնացավ մի կնոջ հետ, որին ընտանիքը հավանություն տվեց, 3 տարի անց առանց երեխաների բաժանվեց, գլխովին սուզվեց բիզնեսի մեջ կայսրություն կառուցեց։ Բայց նրա մեջ միշտ կար մի մաս, որը չէր սպյանում, մի բաց վերք, որը նա ձացնում էր, թե չի զգում։ Եվ հիմա, տեսնելով Անիին, այդ վերքը նորից սկսել էր արնահոսել։ Տիգրանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց Մարինեին, իր վստահելի անձնական օգնականին։ Մարինեն 45 տարեկան էր, արդյունավետ, հավատարիմ այն սակավաթիվ մարդկանցից մեկը, ում Տիգրանն իսկապես վստահում էր։ Նա պատասխանեց երկրորդ զանգին, արդեն իմանալով, որ եթե նա զանգում է ոչ աշխատանքային ժամի, ուրեմն լուրջ բան է պատահել։ Մարինե, պետք է, որ ինձ համար մի բան անես։ Գաղտնի։ Այսօրվա այն աղջիկը խանութում, ուզում եմ, որ պարզես, թե որտեղ է նա ապրում, ում հետ, ինչպիսի վիճակում է։ Առանց վախեցնելու, առանց հետաքննության տպավորություն թողնելու։ Պարզապես տեղեկություն։ Մարինեն, որը Տիգրանին տարիներ շարունակ ճանաչում էր, նրա ձայնի մեջ տարբեր բան նկատեց։ Դա հրամաններ տվող ղեկավարի տոնը չէր։ Դա մի մարդու տոն էր, որը փորձում էր կարևոր բան հասկանալ։ Նա խոստացավ, որ ամեն ինչ զգուշությամբ կանի, անջատեց հեռախոսը։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում, Անին տուն էր հասնում, տիկնիկը թաքցրած վերնաշապիկի տակ։ Տունը 2 սենյականոց պարզ կառույց էր, թափված պատերով, ասբեստի տանիքով, կոպիտ ցեմենտե հատակով։ Երկաթե դարպասը ժանգոտ էր բացվելիս ճռռում էր։ Անին դանդաղ մտավ, փորձելով աղմուկ չհանել, քանի որ գիտեր, որ Սեդան տանն է, բացատրություններ չէր ուզում։ Լիլիթը նստած էր հյուրասենյակի հատակին, խաղալով շշերի խցաններով, որոնք նա դասավորում էր, կարծես հորինված խաղի կտորներ լինեին։ Երբ տեսավ Անիին, փոքրիկը տեղից թռավ, վազեց գրկելու քրոջը, ինչպես անում էր ամեն օր։ Անին կռացավ, ամուր գրկեց Լիլիթի ականջին, շշնջաց, որ անակնկալ ունի, բայց կարող է ցույց տալ միայն ավելի ուշ, երբ մենակ լինեն։ Սեդան հայտնվեց սենյակի դռան մոտ, հոգնած ու կասկածամիտ արտահայտությամբ։ Ո՞ր էիր, հարցրեց նա կոշտ ձայնով։ Անին պատասխանեց, որ գնացել էր զբոսնելու, որ ոչ մի վատ բան չի արել։ Սեդան փնթփնթաց, ասաց, որ չի ուզում, որ աղջիկները քաղաքի կենտրոնում շրջեն, որ դա կարող է վտանգավոր լինել, որ ինքն արդեն բավականաչափ հոգսեր ունի։ Բայց չպնդեց։ Նա երբեք չէր պնդում։ Կարծես, իրականում, չէր էլ ուզում իմանալ։ Ավելի ուշ, երբ Սեդան գնաց գիշերային հերթափոխի, Անին վերջապես ցույց տվեց տիկնիկը Լիլիթին։ Փոքրիկի արձագանքը հենց այն էր, ինչ Անին սպասում էր։ Աչքերը փայլեցին, բերանը բացվեց լայն ժպիտով, նա այնքան զգուշությամբ վերցրեց տիկնիկը, որ կարծես վախենում էր կոտրել այն։ Իմն է, անհավատորեն հարցրեց Լիլիթը։ Անին գլխով արեց, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում ուրախությունից մի ուրիշ բանից, համոզմունքից, որ ճիշտ բան է արել։ Լիլիթը գրկեց տիկնիկին, իսկ հետո այնքան ուժեղ գրկեց Անիին, որ քիչ մնաց երկուսին էլ գցեր։ Դու աշխարհի ամենալավ քույրիկն ես, շշնջաց նա։
Եվ Անին երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ գուցե կյանքը միայն բեռ ու պայքար չէ։ Գուցե կային այսպիսի պահեր, փոքր, պարզ, բայց որոնք ամեն ինչ արժեին։ Հաջորդ օրերին Տիգրանը սուզվեց մի առօրյայի մեջ, որն ինքն էլ չէր ճանաչում։ Ցերեկը շարունակում էր կառավարել իր բիզնեսը սովորական արդյունավետությամբ, բայց ընդմիջումներին, դադարներին նրա միտքը վերադառնում էր Անիի մոտ։ Մարինեն կարողացել էր գաղտնի տեղեկություններ հավաքել։ Անին ապրում էր իր փոքր քրոջ Սեդա անունով մի հեռավոր ազգականուհու հետ, ֆինանսական վիճակը ծանր էր, աղջիկն օգնում էր փոքր աշխատանքներով, մանր դրամ վաստակելու համար, ծննդյան վկայականում հոր մասին գրառում չկար, իսկ մայրը տարիներ շարունակ համարվում էր անհետ կորած։ Անհետ կորած։ Այս բառը արձագանքում էր Տիգրանի գլխում։ Նա ավելի շատ մանրամասներ խնդրեց։ Մարինեն վերադարձավ մի տեղեկությամբ, որը ստիպեց, որ գետինը փախչի նրա ոտքերի տակից։ Մոր անունը Սոնա Սարգսյան էր։ Տիգրանը զգաց, թե ինչպես աշխարհը պտտվեց։ Չէր կարող լինել։ Չէր կարող լինել նույն Սոնան։ Բայց քանի անհետ կորած Սոնա կարող էր լինել։ Նա խնդրեց Մարինեին ավելի շատ տեղեկություններ գտնել, հին լուսանկարներ, ցանկացած բան։ Եվ երբ վերջապես տեսավ Սոնայի մի գունաթափված լուսանկար, որն արվել էր տարիներ առաջ, նա համոզվեց։ Դա նա էր։ Կինը, որին նա սիրել էր։ Կինը, որն անհետացել էր առանց բացատրության։ Եվ եթե այդ աղջիկները նրա դուստրերն էին, ապա որտեղ էր Սոնան հիմա։ Ինչ էր պատահել։ Ինչու էր նա հեռացել։ Տիգրանը զգաց զգացմունքների այնպիսի ուժեղ խառնուրդ, որ ստիպված եղավ փակվել գրասենյակում, որպեսզի կարողանա շնչել։ Կար զայրույթ, այո, որ նա անհետացել էր։ Բայց կար նա վախ բացահայտելու, որ իրեն պատմած վարկածը սուտ էր, վախ բացահայտելու, որ նա լքել է մեկին, ով իր կարիքն ուներ, վախ բացահայտելու, որ այդ աղջիկները կարող էին ինչ-որ կապ ունենալ իր հետ։ Մինույն ժամանակ խանութում, որտեղ Անին նվաստացրել էին, անսպասելի ստուգում սկսվեց։ Տիգրանը ուղիղ հրամաններ էր տվել։ Ուզում էր իմանալ, թե քանի բողոք կար այդ աշխատակցուհուց, ուզում էր տեսնել տեսախցիկների ձայնագրությունները, ուզում էր հասկանալ, թե ինչպես էր դա թույլատրվել այդքան երկար ժամանակ։ Այն, ինչ նա բացահայտեց, ավելի վատ էր, քան պատկերացնում էր։ Ռուզաննան, վաճառողուհին, անպատշաճ վարքի երկար պատմություն ուներ։ Կային հաճախորդների պատմություններ, որոնց հետ վատ էին վարվել, աշխատակիցների, որոնց նվաստացրել էին, իրավիճակներ, որոնք կոծկվել էին ղեկավարության կողմից, խանութի իմիջը չփչացնելու համար։ Բայց խնդիրը միայն Ռուզաննան չէր։ Դա մի մշակույթ էր, որը թույլ էր տալիս դա։ Մի մշակույթ, որը շահույթը գերադասում էր արժանապատվությունից, որը հաճախորդներին վերաբերվում էր որպես թվերի, իսկ աշխատակիցներին՝ որպես փոխարինվող մասերի։ Տիգրանը արտակարգ ժողով հրավիրեց ցանցի բոլոր մենեջերների հետ։ Եվ այնտեղ տարիներ անց առաջին անգամ նա խոսեց ոչ թե որպես գործարար, այլ որպես մարդ։ Պատմեց Անիի պատմությունը, առանց անձնական մանրամասներ բացահայտելու։ Բացատրեց, որ մի ընկերություն, որը նվաստացնում է երեխաներին, գոյություն ունենալու իրավունք չունի։ Որ շահույթն առանց էթիկայի կողոպուտ է։ Որ ոչ մի վաճառքի պլան չի արդարացնում մեկ այլ մարդու արժանապատվությունը խլելը։ Որոշ մենեջերներ զարմացան։ Մյուսները անհարմար զգացին։ Բայց բոլորը հասկացան, որ Տիգրանի մեջ ինչ-որ բան փոխվել է։ Եվ երբ նա հայտարարեց սպասարկման նոր քաղաքականության կարեկցանքի հարգանքի վերաբերյալ պարտադիր դասընթացների Ռուզաննայի անհապաղ ազատման մասին, ոչ ոք չվիճարկեց։ Ռուզաննան, ազատվելով, լուռ չմնաց։ Նա գիտեր, որ դա կարող է սկանդալի վերածվել, կարող է ոչնչացնել իր հեղինակությունը, կարող է վերջ դնել մանրածախ արթրում աշխատելու իր հնարավորություններին։ Ուստի նա անցավ հարձակման։ Գտավ մի գործընկերուհու, համոզեց նրան իր օգտին վկայություն տալ, սկսեց տարածել պատմության խեղաթյուրված տարբերակը։ Որ Անին փորձել է գողանալ տիկնիկը, որ ինքն ընդամենը հետել է կանոններին, որ իրեն հետապնդում են ճիշտը անելու համար։ Սուտը սկսեց ուժ հավաքել։ Որոշ մարդիկ հավատացին։ Մյուսները կասկածեցին։ Եվ երբ պատմությունը սկսեց շրջանառվել սոցիալական ցանցերում, խեղաթյուրված սենսացիոն, Տիգրանը հասկացավ, որ պետք է արագ գործել Անին պաշտպանելու մի իրավիճակից, որին նա արժանի չէր։ Նա որոշեց, ուրեմն, անել մի բան, որը երբեք չէր արել, անձամբ ներգրավվել։ Խնդրեց Մարինեին գաղտնի այց կազմակերպել Անիի տուն, ոչ թե որպես գործարար, այլ որպես մեկը, ով իսկապես ուզում էր օգնել։
Մարինեն փորձեց վիճարկել, որ դա կարող է ռիսկային լինել, որ նա չափազանց շատ է բացահայտվում, բայց Տիգրանը վճռական էր։ Ես պետք է դա անեմ, Մարինե։ Սա բիզնեսի մասին չէ։ Սա մի բանի մասին է, որը ես պետք է արած լինեի շատ վաղուց։ Եթե դուք լինեիք Տիգրանի տեղում, նույն որոշումը կկայացնեիք, ուղղակիորեն ներգրավվել Անիի կյանքում, նույնիսկ իմանալով ռիսկերի մասին։ Թե կպահպանեիք բիզնեսի անվտանգ հեռավորությունը։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Եվ այսպես, դեկտեմբերյան մի շոգ օր, Տիգրանը կայանեց մեքենան Անիի տնից մի քանի թաղամաս հեռու ոտքով քայլեց այնտեղ։ Նա հանել էր թանկարժեք ժամացույցը, հագել պարզ հագուստ քայլում էր այնպիսի բաբախող սրտով, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Երբ մոտեցավ տանը, տեսավ Անիին բակում, թաց լվացքը փռելիս ինքնաշեն պարանին։ Նա հագել էր նույն կարկատած կիսատաբատը, բոբիկ էր կամացուկ երգում էր մի երգ, որը նա չճանաչեց։ Տիգրանը մի պահ կանգ առավ, պարզապես դիտելով։ Եվ հետո նկատեց մի բան, որից սիրտը սեղմվեց։ Անիի ձախ թին խալ կար, շատ տեսանելի, կիսալուսնի տեսքով։ Մի խալ, որը նույնական էր Սոնայի խալին։ Մի խալ, որը նույնական էր իր սեփական խալին, որը թաքնված էր աջ ականջի հետում։ Եվ այդ պահին Տիգրանը հասկացավ, որ այս պատմությունը բարեգործության մասին չէ։ Սոցիալական արդարության մասին չէ։ Այն շատ ավելի մեծ, շատ ավելի խորը, շատ ավելի սարսափելի բանի մասին էր։ Այն հավանականության մասին էր, որ այդ աղջիկները ոչ միայն Սոնայի դուստրերն էին։ Այն հավանականության մասին էր, որ ինքը, Տիգրան Մանուկյանը, ուներ մի ընտանիք, որի գոյության մասին երբեք չգիտեր։ Եվ որ այդ ընտանիքը հեռու էր պահվել իրենից այնպիսի պատճառներով, որոնք նա դեռ պետք է բացահայտեր։ Տիգրանը մի քանի վայրկյան քարացած մնաց, հեռվից դիտելով Անիին։ Աղջկա թի խալն անսխալական էր, նմանությունը Սոնային ավելի ակնհայտ էր դառնում ամեն վայրկյան, երբ նա դիտում էր նրան։ Դեմքի ձը, կենտրոնանալիս ճակատը կնճռոտելու ձը, նույնիսկ ստորին շուրթը կծելու ձը, երբ ինչ-որ բանի մասին էր մտածում։ Դրանք փոքր մանրամասներ էին, բայց միասին կազմում էին մի պատկեր, որն անհնար էր անտեսել։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը, որոնք բախվում էին իր գլխում բուռն ալիքների պես։ Չէր կարող պարզապես հայտարարել, թե ինչ է կասկածում։ Հստակ ապացույցներ չուներ, միայն համընկնումներ, որոնք կարող էին լինել հենց դա համընկնումներ։ Բայց ինչ-որ բան իր ներսում, մի հին ու համառ ձայն, ասում էր, որ դա համընկնում չէ։ Ասում էր, որ նա կանգնած է մի ճշմարտության առաջ, որը տարիներ շարունակ թաքցվել է իրենից։ Տիգրանը որոշեց դանդաղ մոտենալ։ Մի քանի քայլ արեց դեպի ժանգոտ դարպասը կամացուկ կոկորդը մաքրեց, ուշադրություն գրավելու համար։ Անին վախեցած շրջվեց, թողնելով կախած լվացքը, մի քայլ հետ գնաց, երբ ճանաչեց խանութի տղամարդուն։ Նրա աչքերը լայն բացվեցին, խառնելով զարմանքն ու վախը, նա արագ շուրջը նայեց, կարծես փախուստի ուղի էր փնտրում։ Տիգրանը ձեռքերը բարձրացրեց խաղաղության նշանով, փորձելով հասկացնել, որ վտանգ չի ներկայացնում։ Բար, Անի։ Ներիր, որ այսպես անսպասելի հայտնվեցի։ Ես պարզապես ուզում էի իմանալ, լավ ես, քույրիկի դուր եկավ նվերը։ Անին լարված մնաց, բայց նրա ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան մի փոքր թուլանալ։ Նա լավ է, այո։ Լիլիթը շատ հավանեց տիկնիկը։ Ամեն օր գրկած է քնում։ Դադար եղավ։ Շնորհակալություն։ Նորից։ Այն բանի համար, ինչ արեցիք խանութում։ Տիգրանը տխուր ժպտաց։ Ես առանձնահատուկ բան չեմ արել։ Պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ պետք է աներ։ Նա վարանեց։ Կարող եմ քեզ հետ խոսել։ Մի քանի րոպե։ Ժամանակդ չեմ խլի։ Անին գծեց շուրթը, ակնհայտորեն երկմտելով։ Նայեց տանը, հետո Տիգրանին, վերջապես գլխով արեց։ Նրանք նստեցին դարպասի մոտ գտնվող ցեմենտե աստիճանին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Տիգրանը չգիտեր ինչպես սկսել, ուստի որոշեց ուղիղ, բայց զգույշ լինել։ Անի, գիտեմ, որ կարող է տարօրինակ թվալ, բայց ես կուզենայի մի փոքր ավելին իմանալ քո քրոջդ մասին։ Թե ինչպես եք հայտնվել այստեղ, ձեր մորաքրոջ մոտ։ Անին մի պահ լռեց, կարծես որոշում էր, թե որքան կարող է վստահել այդ տղամարդուն։ Սեդան հենց մեր մորաքույրը չէ։ Մեր մոր հեռավոր զարմուհին է, կարծեմ։ Նա համաձայնեց մեզ խնամել, երբ մայրս գնաց։
Գնաց կրկնեց Տիգրանը, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Անի, դու գիտես, թե ուր է գնացել մայրդ։ Ինչու է գնացել։ Աղջիկը գլուխը թափահարեց։ Ես շատ փոքր էի, երբ նա գնաց։ 6 տարեկան էի։ Որոշ բաներ հիշում եմ, օրինակ նրա բույրը, նրա երգող ձայնը, բայց լավ չեմ հիշում, թե ինչ պատահեց։ Մի օր նա կար, մյուս օրը անհետացավ։ Սեդան ասում է, որ նա մեզ լքել է, որովհետև այլս չէր ուզում երեխա խնամել, որ գնացել է ավելի լավ կյանք փնտրելու հեռուներում։ Իսկ դու հավատում ես դրան։ Անին նայեց իր ձեռքերին, նյարդայնացած խաղալով մատների հետ։ Ես չգիտեմ, ինչին հավատալ։ Երբեմն կարծում եմ, այո, նա իսկապես մեզ լքել է։ Բայց երբեմն հիշում եմ, թե նա ինչպես էր նայում ինձ ու Լիլիթին, դա իմաստ չունի։ Նա այնպիսի մարդու տպավորություն չէր թողնում, որ այդպես կգնար։ Տիգրանը զգաց, թե ինչպես է հուզմունքի ալիքը բարձրանում կոկորդով։ Իսկ հայրիկդ։ Նրա մասին ինչ-որ բան գիտես։ Անին ուսերը թոթվեց։ Երբեք չեմ ճանաչել։ Մայրս երբեք նրա մասին չէր խոսում։ Ծննդյան վկայականում նրա անունը չկա։ Միայն մորս անունն է։ Տիգրանը ստիպված եղավ զսպել իրեն, որպեսզի ավելի շատ հարցեր չտա, որոնք կարող էին վախեցնել աղջկան։ Բայց նրա մի մասը ուզում էր գոռալ, ուզում էր ցնցել աշխարհը պատասխաններ պահանջել։ Եթե Սոնան անհետացել էր հղի կամ Անի ծնվելուց անմիջապես հետո, ապա շատ իրական հավանականություն կար, որ ինքն էր հայրը։ Եվ եթե դա ճիշտ էր, նշանակում էր, որ ինչ-որ մեկը դա թաքցրել է իրենից։ Ինչ-որ մեկը ստիպել է Սոնային անհետանալ։ Ինչ-որ մեկը բաժանել է իրեն իր դուստրերից։ Անի, կարող եմ քեզ մի տարօրինակ հարց տալ, ասաց Տիգրանը, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Դու երբ լսել ես մանուկյան ազգանվան մասին։ Մայրդ երբ այդ անունը տվել է։ Անին ճակատը կնճռոտեց, մտածելով։ Ոչ, որքան հիշում եմ։ Ինչո՞վ։ Տիգրանը գլուխը թափահարեց։ Ոչինչ, մոռացիր։ Պարզապես հետաքրքրություն։ Նա արագ փոխեց թեման։ Իսկ Սեդան ձեզ լավ է վերաբերվում։ Անին երկար չպատասխանեց։ Նա չար չէ։ Պարզապես հոգնած է։ Եվ երբեմն նա զայրանում է մեզ վրա, ասում է, որ մենք բեռ ենք, որ ինքը չի խնդրել ոչ ոքի խնամել։ Բայց չի ծեծում կամ նման բան։ Նա շատ է աշխատում, գրեթե տանը չի լինում։ Տիգրանը զգաց, թե ինչպես է զայրույթը աճում իր ներսում։ Այդ աղջիկներն ավելին էին արժանի, քան բեռի պես վերաբերմունքը։ Նրանք արժանի էին սիրո, անվտանգության, իսկական մանկության։ Անի, եթե քեզ ինչ-որ բան պետք լինի, ցանկացած բան, ուզում եմ, որ իմանաս, որ կարող ես ինձ դիմել։ Ես իմ համարը կթողնեմ քեզ մոտ, լավ։ Անին կասկածանքով նայեց նրան։ Ինչու եք ուզում մեզ օգնել։ Մենք ձեր ոչ ոքը չենք։ Դուք մեզ նույնիսկ չեք ճանաչում։ Տիգրանը կոկորդը մաքրեց։ Որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում մեծանալ, զգալով, որ քո կողքին ոչ ոք չկա։ Եվ որովհետև ոչ մի երեխա չպետք է անցնի նրա միջով, ինչի միջով դու անցար այդ խանութում։ Նա դադար տվեց։ Եվ որովհետև գուցե ինչ-որ ձով, որը ես դեռ լավ չեմ հասկանում, մեր պատմություններն ավելի շատ են կապված, քան դու պատկերացնում ես։ Անին չհասկացավ, թե նա ինչ նկատի ուներ, բայց նրա հայացքի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան ընդունել հեռախոսահամարով այցեքարտը, որը նա մեկնեց։ Նա դրեց այն գրպանը, նորից շնորհակալություն հայտնեց։ Տիգրանը հրաժեշտ տվեց, վերադարձավ մեքենայի մոտ, միտքը պայթելով հնարավորություններից ու հարցերից։ Այդ նույն գիշեր Սեդան աշխատանքից սովորականից շուտ եկավ։ Նա անհանգիստ էր, նյարդային ուղիղ գնաց իր սենյակ, առանց աղջիկների հետ խոսելու։ Անին, որն օգնում էր Լիլիթին ատամները լվանալ, զգոնացավ։ Սեդան հազվադեպ էր շուտ գալիս։ Եվ երբ գալիս էր, նշանակում էր, որ ինչ-որ բան է պատահել։ Րոպեներ անց Սեդան դուրս եկավ սենյակից, բռնած հեռախոսը կամաց խոսելով, բայց ձայնի մեջ ակնհայտ լարվածությամբ։ Անին ականջը դրեց դռանը, փորձելով լսել, կարողացավ որսալ խոսակցության կտորներ։ Սեդան խոսում էր ինչ-որ մեկի հետ փողի, գաղտնիք պահելու, ինչ-որ մեկի մասին, ով չափազանց շատ հարցեր էր տալիս։ Ես ասացի, որ սա խնդիր է դառնալու։ Ես զգուշացրի։ Հիմա մի հարուստ տղամարդ հարցեր է տալիս, ուզում է իմանալ աղջիկների մասին։ Եթե նա ճշմարտությունը բացահայտի, մենք բոլորս վատ վիճակում կհայտնվենք։
Դադար եղավ։ Ոչ, ես ոչինչ չեմ վերադարձնելու։ Այդ փողն իմն է։ Դուք ինձ խոստացաք, որ ոչ ոք հետիցս չի գա։ Մեկ այլ, ավելի երկար դադար։ Լավ։ Ես նրանց լուր կպահեմ։ Բայց եթե սա պայթի, մեղքն իմը չի լինի։ Անին զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Ինչ ճշմարտություն։ Ինչ փող։ Ով էր վճարում Սեդային։ Եվ ինչու նա պետք է աղջիկներին լուր պահեր։ Անին հեռացավ դռնից, նախքան կբացահայտվեր, վերադարձավ սենյակ, որտեղ Լիլիթն արդեն քնած էր, գրկած տիկնիկին։ Նա պառկեց քրոջ կողքին, բայց չկարողացավ աչք փակել։ Սեդայի խոսքերը զգուշացնող զանգի պես արձագանքում էին գլխում։ Հաջորդ օրը Տիգրանը որոշեց, որ ճշմարտությունը բացահայտելու համար մասնագիտական օգնության կարիք ունի։ Նա վարձեց մի գաղտնի մասնավոր խուզարկուի, մեկին, ում Մարինեն ճանաչում վստահում էր։ Տղամարդու անունը Գորգ էր, նա 50 անց էր, նախկին ոստիկան ուներ արդյունավետ ու գաղտնապահ լինելու համբավ։ Տիգրանը բացատրեց իրավիճակը, առանց զգացմունքային մանրամասների մեջ մտնելու։ Ուզում էր իմանալ ամեն ինչ Սոնա Սարգսյանի, նրա անհետացման, այն մասին, թե ով էր վճարում Սեդային աղջիկներին խնամելու համար, ցանկացած կապի մասին, որը կարող էր գոյություն ունենալ Սոնայի Մանուկյանների ընտանիքի մեջ։ Գորգն ընդունեց գործը, սկսեց աշխատանքը։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում նա վերադարձավ տեղեկություններով, որոնք ցնցեցին Տիգրանին։ Սոնան իր կամքով չէր անհետացել։ Նրան ստիպել էին հեռանալ Երանից Տիգրանի ընտանիքի ճնշման տակ։ Ավելի կոնկրետ, նրա հոր Սարգիս Մանուկյանի ճնշման տակ, որն այն ժամանակ ողջ էր երկաթե ձեռքով ղեկավարում էր ընտանեկան բիզնեսը։ Սարգիսը բացահայտել էր, որ Սոնան հղի է Տիգրանից, որոշել էր, որ դա սպառնալիք է ընտանիքի հեղինակությանն ու ծրագրերին։ Նա գտել է Սոնային, գումար առաջարկել, որպեսզի նա հեռանա այլս երբեք կապ չհաստատի Տիգրանի հետ։ Երբ Սոնան մերժել էր, Սարգիսն ավելացրել էր ճնշումը։ Սպառնացել էր ոչնչացնել նրա կյանքը, ստեր տարածել, անել այնպես, որ նա կորցնի իր դստերը արժանապատվորեն մեծացնելու ցանկացած հնարավորություն։ Եվ վերջում դաժան զգացմունքային շանտաժի էր դիմել։ Ասել էր, որ եթե նա իսկապես սիրում է Տիգրանին, թույլ կտա նրան շարունակել իր կյանքն առանց մի ընտանիքի բեռի, որը հասարակությունը երբեք չի ընդունի։ Սոնան, երիտասարդ, վախեցած առանց միջոցների, վերջում զիջել էր։ Ընդունել էր գումարը, ստորագրել փաստաթղթեր, որտեղ հրաժարվում էր Տիգրանի հայրությունը երբե բացահայտելուց, հեռացել։ Բայց գումարը երկար չէր բավականացրել։ Նա ունեցել էր Անիին, փորձել էր նոր կյանք սկսել մեկ այլ քաղաքում, բայց իրավիճակը գնալով դժվարանում էր։ Երբ նորից հղիացել էր, այս անգամ մեկ այլ տղամարդուց, որը նույնպես լքել էր նրան, Սոնան խորը հուսահատության մեջ էր։ Գորգը պարզել էր, որ Սոնան վերադարձել էր Երան, երբ Անին 6 տարեկան էր, փորձելով օգնություն գտնել։ Նա ուզում էր ճշմարտությունը պատմել Տիգրանին, ուզում էր, որ նա ճանաչի իր դստերը։ Բայց Սարգիսը, որն այն ժամանակ դեռ ողջ էր, իմացել արագ գործել էր։ Նա վճարել էր Սեդային, Սոնայի հեռավոր զարմուհուն, որպեսզի նա մնա աղջիկների հետ, նորից ստիպել էր Սոնային անհետանալ։ Միայն թե այս անգամ Սոնան իր կամքով չէր գնացել։ Նրան իր կամքին հակառակ տեղավորել էին հոգեբուժական հաստատությունում, կեղծ ախտորոշելով ծանր հոգեկան խնդիրներ, պահել էին այնտեղ մինչ այսօր։ Տիգրանը 3 անգամ կարդաց Գորգի զեկույցը, զգալով սարսափի զայրույթի խառնուրդ, որը երբեք չէր զգացել կյանքում։ Նրա հայրն էր դա արել։ Իր սեփական հայրը ոչնչացրել էր Սոնայի կյանքը, գողացել էր իրենից հայր լինելու հնարավորությունը, դատապարտել էր իր դուստրերին լքվածության տառապանքի կյանքի։ Եվ Սեդային մինչ այսօր վճարում էր Մանուկյանների ընտանիքից ինչ-որ մեկը, հավանաբար Տիգրանի ավագ եղբայրները, որպեսզի աղջիկներին թաքցնեն լուր պահեն։ Տիգրանը ստիպված եղավ դուրս գալ գրասենյակից, քայլել փողոցում, մաքուր օդ շնչել, որովհետև զգում էր, որ կպայթի։ Երբ վերադարձավ, զանգահարեց Գորգին, հստակ հրաման տվեց. «Ուզում եմ Սոնայի ճշգրիտ գտնվելու վայրը։ Հիմա։ Կարող չէ, թե որտեղ է նա, ես կգնամ նրա հետից։ Եվ ուզում եմ բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են շանտաժը, վճարումները, ամեն ինչ։ Ես վերջ եմ դնելու սրան»։ Գորգը խոստացավ ամեն ինչ ունենալ 48 ժամվա ընթացքում։ Եվ Տիգրանը, տարիներ անց առաջին անգամ, զգաց, որ ոչ թե պարզապես բիզնեսի ճգնաժամ է կառավարում։ Նա պայքարում էր անսահման ավելի կարևոր բանի համար։
Նա պայքարում էր մի սխալ ուղղելու հնարավորության համար, որի մասին նույնիսկ չգիտեր, որ գործել է։ Նա պայքարում էր վերադարձնելու այն կնոջը, որին սիրել էր։ Եվ նա պայքարում էր լինելու այն հայրը, որին Անին ու Լիլիթը միշտ արժանի էին, բայց երբեք չեն ունեցել։ Մի նույն ժամանակ Անին սկսեց տարօրինակ փոփոխություններ նկատել տանը։ Սեդան ավելի նյարդային էր, ավելի ուշադիր, սկսեց հարցեր տալ, թե ուր է գնում Անին, ում հետ է խոսում, արդյոք ինչ-որ մեկը հայտնվել է այնտեղ։ Անին, որն այժմ ամեն ինչին կասկածով էր վերաբերվում, ստում էր, ասելով, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց ներսում նա զգում էր, որ փոթորիկ է մոտենում։ Եվ որ երբ այն վերջապես հասնի, ոչինչ այլս նույնը չի լինի։ Գորգի խնդրած 48 ժամը Տիգրանի համար հավերժություն թվաց։ Նա հազիվ էր կարողանում քնել, հազիվ էր կենտրոնանում աշխատանքային հանդիպումների վրա, Մարինեն ստիպված էր մի քանի անգամ նրան փոխարինել, երբ կարոր հաճախորդները նկատում էին, որ նա մտազբաղ է։ Բայց Տիգրանին դա չէր հետաքրքրում։ Կյանքում առաջին անգամ բիզնեսը երկրորդ պլան էր մղվել։ Այժմ շատ ավելի մեծ բան էր դրված խաղասեղանին։ Երբ Գորգը վերջապես հայտնվեց գրասենյակում, փաստաթղթերի հաստ թղթապանակով, ֆայլերով լի կրիչով, Տիգրանը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Գորգը նստեց սեղանի մյուս կողմում, լուրջ արտահայտությամբ, որը հուշում էր, որ նորությունները լիովին լավը չեն։ Գտել եմ Սոնային, սկսեց Գորգը։ Նա մայրաքաղաքի մոտ գտնվող մասնավոր հոգեբուժական կլինիկայում է, մի գաղտնի վայր, որը հիմնականում սպասարկում է հարուստ ընտանիքների, որոնք ուզում են թաքցնել խնդրահարույց հարազատներին։ Նրան տեղավորել են 10 տարի առաջ, ծանր հոգեկան խանգարման ախտորոշմամբ, բայց այն գրառումներով, որոնք կարողացա ձեռք բերել, ախտորոշումը կասկածելի կերպով է արվել։ Համապատասխան բուժման պատմություն չկա, միայն ուժեղ դեղորայք, նրան հանգիստ վերահսկողության տակ պահելու համար։ Տիգրանը զգաց, թե ինչպես է լեղին բարձրանում կոկորդում։ Նրան 10 տարի դեղերով են պահել։ Գորգը գլխով արեց։ Եվ ավելին։ Կլինիկայի վճարումները կատարվում են ձեր ընտանիքի հետ կապված օֆշորային հաշվից։ Կոնկրետ, ձեր ավագ եղբոր, Էդուարդ Մանուկյանի կողմից։ Նա ստանձնել է գործողությունը, երբ ձեր հայրը մահացել է, պահել է Սեդային աշխատավարձի ցուցակում երաշխավորել, որ Սոնան մնա հիվանդանոցում առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Տիգրանը փակեց աչքերը, խորը շնչելով, որպեսզի չպայթի։ Էդուարդ։ Իր ավագ եղբայրը, կատարյալ ժառանգը, որը միշտ հետել է հոր քայլերին, առանց հարցեր տալու։ Իհարկե, նա էր։ Էդուարդը միշտ սառն էր, հաշվենկատ, տարված ընտանիքի հեղինակությունն անարատ պահելու մտքով։ Բայց Տիգրանը երբեք չէր պատկերացնի, որ նա ընդունակ կլինի նման դաժանության։ Ես ունեմ ձեր հոր կողմից ստորագրված փաստաթղթեր, շարունակեց Գորգը, թղթեր հանելով թղթապանակից։ Պայմանագրեր, որտեղ Սոնան հրաժարվում է ձեր կամ Անիի հայրության հետ կապված ցանկացած իրավունքից։ Կան բանկային փոխանցումների գրառումներ Սեդային վերջին 10 տարիների ընթացքում, միշտ կոնկրետ օրերին, աղջիկներին վերահսկողության տակ ձեզանից հեռու պահելու դիմաց։ Եվ սա էլ կա։ Գորգը մեկնեց մի ձայնագրություն։ Սա Էդուարդի Սեդայի խոսակցությունն է, ձայնագրված 2 շաբաթ առաջ։ Կարողացա ձեռք բերել, որովհետև Սեդան սկսել էր նյարդայնանալ, սպառնացել էր ամեն ինչ բացահայտել, եթե ավելի շատ գումար չստանա։ Էդուարդը չգիտեր, որ նա ձայնագրում է։ Տիգրանը միացրեց ձայնագրությունը։ Էդուարդի ձայնն անսխալական էր, ամբարտավան ու սառը։ Սեդա, դու պետք է այդ աղջիկներին լուռ պահես։ Եթե Տիգրանը ինչ-որ բան իմանա, կուզենա հերոսի դեր խաղալ, դա կկործանի ընտանիքի իմիջը։ Դու տարիներ շարունակ լավ ես վարձատրվել, հիմա քո բաժինն արա։ Սեդայի ձայնը պատասխանեց, լարված։ Բայց նա արդեն այստեղ է եղել, Էդուարդ։ Նա խանութում աղջկան փող է տվել, հարցեր է տալիս։ Ես սրա հետ գործ ունենալու համար չեմ պայմանավորվել։ Ուրեմն արա այն, ինչ պետք է, կտրեց Էդուարդը։ Եթե պետք լինի, աղջիկներին հեռու ուղարկիր։ Տեղավորիր նրանց ինչ-որ մանկատանը գյուղերում։ Ինձ համար մի նույն է։ Պարզապես լուծիր, մինչ ավելի մեծ խնդիր դառնա։ Տիգրանն անջատեց ձայնագրությունը, դողալով զայրույթից։ Նա ուզում էր հարվածել սեղանին, ուզում էր գոռալ, ուզում էր անմիջապես առերեսվել Էդուարդի հետ։ Բայց Գորգը ձեռքը դրեց նրա ուսին, հանգստություն խնդրելով։ Տիգրան, եթե իմպուլսիվ գործես, կարող ես իրավիճակը վատթարացնել։
Էդուարդը կարող է ոչնչացնել ապացույցները, կարող է կաշառել մարդկանց, կարող է նույնիսկ փորձել քեզ էլ տեղավորել հիվանդանոցում, պատճառաբանելով զգացմունքային անկայունություն։ Դու պետք է ռազմավարական լինես։ Նախ պետք է ապահովես աղջիկների անվտանգությունը, հետո գնաս նրա հետից։ Տիգրանը խորը շունչ քաշեց, ստիպելով բանականությանը հաղթել զգացմունքին։ Դու ճիշտ ես։ Ինչ ես առաջարկում։ Նախ, անմիջապես հեռացրու աղջիկներին Սեդայի մոտից։ Ստացիր արտակարգ դատական որոշում, պատճառաբանելով անմիջական վտանգ, օգտագործիր այս ձայնագրությունները որպես ապացույց։ Երկրորդ, հանիր Սոնային կլինիկայից։ Գտիր մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած փաստաբանի, բողոքարկիր հարկադիր հոսպիտալացումը, պահանջիր անկախ բժշկական գնահատում։ Եվ երրորդ, պատրաստիր ամուր գործ Էդուարդի բոլոր նրանց դեմ, ովքեր մասնակցել են դրան։ Սա միայն փողի մասին չէ։ Սա ազատությունից զրկելու, փաստաթղթեր կեղծելու, շանտաժի, իշխանության չարաշահման մասին է։ Տիգրանը գլխով արեց, արդեն վերցնելով հեռախոսը։ Նա զանգահարեց իր ճանաչած լավագույն ընտանեկան իրավաբանին, համառոտ բացատրեց իրավիճակը, անհապաղ գործողություն խնդրեց։ Հետո զանգահարեց Մարինեին, հստակ հրահանգներ տվեց։ Ես հիմա գնում եմ աղջիկների հետից։ Իմ բնակարանում սենյակ պատրաստիր, հագուստ, խաղալիքներ, այն ամենը, ինչ երեխաներին պետք է։ Եվ մանկական հոգեբան վարձիր։ Նրանց աջակցություն պետք կգա։ Մարինեն, որն արդեն գիտեր պատմության մի մասը, հարցեր չտվեց։ Պարզապես ասաց, որ կհոգա ամեն ինչի մասին։ Տիգրանը վերցրեց մեքենան, ուղիղ գնաց Անիի տուն։ Երբ հասավ, գրեթե երեկոյան 8-ն էր։ Տան լույսերը վառ էին, նա կարող էր լսել բարձր ձայներ ներսից։ Նա զանգը տվեց, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նորից զանգեց, ավելի համառ։ Հենց այդ պահին լսեց երեխայի ճիչ, սուր վախեցած։ Առանց երկու անգամ մտածելու, Տիգրանը ուժով բացեց դարպասը, որը պարզապես կիսաբաց էր, մտավ ներս։ Այն տեսարանը, որը նա գտավ հյուրասենյակում, ստիպեց նրան մի վայրկյան քարանալ։ Սեդան ուժով բռնել էր Անիի թից, թափահարում էր աղջկան գոռում։ Լիլիթը կծկվել էր մի անկյունում, հուսահատ լաց լինելով, գրկած տիկնիկին։ Դու խոսել ես նրա հետ, այնպես չէ, բղավում էր Սեդան։ Դու ինչ-որ բան պատմել ես։ Ես զգուշացրի, որ ոչ ոքի հետ չխոսես։ Անին փորձում էր ազատվել, արցունքները հոսում էին դեմքով։ Ես ոչինչ չեմ պատմել։ Երդվում եմ։ Բաց թող, ցավում է։ Տիգրանն առաջ շարժվեց, վճռական, բայց առանց բռնության Սեդային հեռացնելով Անիից։ Ձեռքերդ հեռու պահիր նրանից։ Հիմա։ Սեդան վախեցավ, մի քայլ հետ գնաց, պաշտպանական դիրք ընդունեց։ Դու քեզ ով ես կարծում, որ մտնում ես իմ տուն։ Այս աղջիկները իմ պատասխանատվության տակ են։ Ոչ, ասաց Տիգրանը, սառը վտանգավոր հանգստությամբ։ Քեզ վճարում էին, որ նրանց այստեղ պահես, հեռու նրանցից, ովքեր իսկապես կարոր են։ Եվ դա այսօր ավարտվում է։ Սեդան փորձեց վիճարկել, բայց Տիգրանը տեղ չտվեց։ Նա հանեց հեռախոսը, ցույց տվեց գորգի ձեռք բերած փաստաթղթերը մի ձայնով, որը կասկածի տեղ չէր թողնում, ասաց. Ես ամեն ինչի ապացույցներն ունեմ։ Վճարումների, շանտաժների, նրանց մոր հարկադիր հոսպիտալացման։ Եթե փորձես խանգարել, որ ես այս աղջիկներին այստեղից տանեմ, երաշխավորում եմ, որ դու կպատասխանես այս ամենին մեղսակից լինելու համար։ Ընտրությունը քոնն է։ Սեդան գունատվեց։ Նա նայեց աղջիկներին, հետո Տիգրանին, հասկացավ, որ պարտվել է։ Առանց որևէ բան ասելու, նա վերցրեց պայուսակը, դուրս եկավ տնից, ուժգին շրխկացնելով դուռը։ Տիգրանը ծնկի իջավ դողացող Անիի առաջ։ Անի, գիտեմ, որ այս ամենը սարսափելի է ու շփոթեցնող, բայց պետք է, որ դու ինձ վստահես։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, խոստանում եմ։ Բայց հիմա ես պետք է ձեզ այստեղից հանեմ։ Դուք անվտանգ չեք։ Անին նայեց նրա աչքերի մեջ, փնտրելով ստեր, երկրորդ մտադրություններ։ Բայց այն ամենը, ինչ նա տեսավ, անկեղծություն էր, հրատապություն, մի բան, որը նա դեռ չէր կարողանում անվանել, բայց որը շատ նման էր սիրո։ Նա գլխով արեց, վերցրեց Լիլիթի ձեռքը, հետեց Տիգրանին դեպի մեքենան։ Բնակարան տանող ճանապարհին Տիգրանը փորձեց պարզ բացատրել. Անի, Լիլիթ, ես բաներ եմ պարզել ձեր մոր մասին։ Բաներ, որոնք երկար ժամանակ թաքցվել են ինձանից։
Եվ ես հավատում եմ, որ նա ձեզ չի լքել։ Նրան ստիպել են հեռու մնալ, բայց հիմա ես նրան հետ եմ բերելու։ Ես խոստանում եմ։ Անին լայն բացված աչքերով նայեց նրան։ Դուք գիտեք, թե որտեղ է մայրս։ Գիտեմ, պատասխանեց Տիգրանը, զգալով, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Եվ ես վաղն իսկ կգնամ նրա հետից։ Բայց նախ պետք է համոզվեմ, որ դուք անվտանգ եք։ Այդ գիշեր Անին ու Լիլիթը տարիներ անց առաջին անգամ քնեցին հարմարավետ մահճակալում, մաքուր ու լուռ սենյակում, առանց բղավոցների կամ սպառնալիքների վախի։ Մարինեն ամեն ինչ կազմակերպել էր արդյունավետությամբ ու սիրով, նույնիսկ մի որոշ ժամանակ մնաց նրանց հետ, մինչ համոզվեցին, որ անվտանգ են։ Հաջորդ օրը Տիգրանը գնաց կլինիկա, Գորգի, փաստաբանի անկախ բժշկական թիմի ուղեկցությամբ։ Կլինիկայի ղեկավարությունը փորձեց խանգարել այցին, պնդելով, որ Սոնան չի կարող այցելուներ ընդունել առանց պատասխանատու ընտանիքի թույլտվության։ Տիգրանն այնուհետ ներկայացրեց հարկադիր հոսպիտալացումն ապացուցող փաստաթղթերը սպառնաց դատի տալ կլինիկային մեղսակցության համար։ Տնօրենը, հասկանալով իրավիճակի լրջությունը, թույլ տվեց մուտքը։ Սոնան փոքրիկ սենյակում էր, նստած աթոռին, դատարկ աչքերով նայում էր պատուհանին։ Նա ուներ ճերմակած ու խառնված մազեր, ժամանակի տառապանքի հետքերով դեմք, բայց Տիգրանն անմիջապես ճանաչեց նրան։ Դա նա էր։ Կինը, որին նա սիրել էր։ Կինը, որին գողացել էին իրենից։ Սոնա կամացուկ կանչեց Տիգրանը։ Նա դանդաղ շրջվեց, մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի հայացքը կենտրոնացնի նրա վրա։ Երբ վերջապես ճանաչեց նրան, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Տիգրան, շնջաց նա, տարիներ շարունակ չօգտագործված խռպոտ ձայնով։ Դու իրական ես։ Թե։ Ես նորից եմ երազում։ Տիգրանը ծնկի իջավ նրա առաջ, զգուշությամբ բռնելով նրա ձեռքերը։ Իրական եմ, Սոնա։ Եվ ես եկել եմ քեզ այստեղից տանելու։ Ես ամեն ինչ բացահայտել եմ։ Եվ ես շատ եմ ցավում։ Շատ եմ ցավում, որ ավելի շուտ չեմ իմացել, որ քեզ չեմ փնտրել, որ հավատացել եմ այն ստերին, որոնք ինձ պատմել են։ Սոնան հեկեկաց, ուժգին սեղմելով նրա ձեռքերը։ Աղջիկները։ Որտեղ են իմ աղջիկները։ Նրանք անվտանգ են, ասաց Տիգրանը։ Նրանք ինձ հետ են։ Եվ այսուհետ ոչ ոք ձեզ այլս չի բաժանի։ Մի քանի օր պահանջվեց, որպեսզի Սոնային պաշտոնապես ազատեն կլինիկայից, բժշկական գնահատումները հաստատեցին, որ նա այնտեղ լինելու կարիք չուներ, որ ախտորոշումը հարկադրված էր, որ տարիների անհարկի դեղորայքը վնասներ է պատճառել, որոնք համապատասխան բուժում կպահանջեն։ Բայց Սոնան գիտակից էր, ամենից շատ, հուսահատորեն ուզում էր տեսնել իր դուստրերին։ Երբ Տիգրանը վերջապես Սոնային տուն բերեց, Անին ու Լիլիթը սպասում էին հյուրասենյակում։ Այն պահը, երբ նրանք տեսան իրենց մորը, աննկարագրելի էր։ Լիլիթը, որը հազիվ էր հիշում նրան, սկզբում ամաչեց, բայց երբ Սոնան բացեց գիրկը, աղջիկը վազեց նետվեց նրա գիրկը։ Անին մի փոքր ավելի երկար տեց, պետք էր մարսել ամեն ինչ, բայց երբ վերջապես մոտեցավ, զգաց մոր բույրը, ինչ-որ բան իր ներսում կոտրվեց։ Նա լացեց այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր լացել, Սոնան նրան այնքան ամուր գրկեց, որ կարծես ուզում էր փոխհատուցել բոլոր կորցրած տարիները։ Տիգրանը հեռվից դիտում էր այդ պահը, սիրտը լի մի զգացմունքով, որը չէր կարողանում անվանել։ Եվ հետո Սոնան նայեց նրան, արցունքները հոսում էին դեմքով, ասաց. Տիգրան, դու պետք է իմանաս։ Անին քո դուստրն է։ Ես փորձեցի քեզ ասել, բայց նրանք թույլ չտվեցին։ Նրանք ինձ խլեցին քեզանից, խլեցին նրանից, ես 10 տարի անցկացրի այդ վայրում փակված, աղոթելով, որ մի օր դու ճշմարտությունը բացահայտես։ Տիգրանն արդեն գիտեր, բայց Սոնայի բարձրաձայն ասածը ամեն ինչ ավելի իրական դարձրեց։ Նա նայեց Անին, որը լայն բացված աչքերով նայում էր իրեն, փորձելով հասկանալ։ Եվ հետո նա ասաց, խեղդված ձայնով. Անի, ես չգիտեի։ Երդվում եմ, որ չգիտեի։ Բայց հիմա գիտեմ։ Եվ եթե դու թույլ տաս, ես ուզում եմ լինել այն հայրը, որին դու արժանի ես։ Ես ուզում եմ փոխհատուցել բոլոր այն տարիները, որոնք գողացել են ինձանից։ Անին սկզբում ոչինչ չասաց։ Պարզապես նայեց մորը, որը քաջալերող գլխով արեց, հետո մի քայլ արեց դեպի Տիգրանը։ Եվ մեկ ուրիշը։ Մինչ որ վերջապես նա երկչոտ մեկնեց ձեռքը, Տիգրանը զգուշությամբ բռնեց այն, կարծես աշխարհի ամենամեծ գանձը բռնած լիներ։ Հաջորդ օրերը վերականգնման օրեր էին։
Տիգրանը դատական գործ հարուցեց Էդուարդի դավադրության մեջ ներգրավված բոլորի դեմ, հրապարակայնորեն բացահայտելով կատարված հանցագործությունները։ Էդուարդը փորձեց հերքել, փորձեց գնել վկաներին, բայց ապացույցներն անհերքելի էին։ Նա վերջում հրաժարվեց ընկերության բոլոր պաշտոններից, բախվեց քրեական գործերի, որոնք նրան տարիներով զբաղված կպահեին։ Սոնան սկսեց համապատասխան բուժում, հարկադիր դեղորայքի հետանքներից վերականգնվելու համար, կամաց-կամաց նորից դարձավ այն ուժեղ ու սիրող կինը, որը միշտ եղել էր։ Անին ու Լիլիթը սկսեցին թերապիայի գնալ, իրենց ապրածը մարսելու համար, դանդաղ սովորեցին նորից վստահել, նորից երազել, նորից երեխա լինել։ Տիգրանն իր ընկերության մի մասը վերածեց հիմնադրամի, որը պայքարում էր խոցելի իրավիճակում գտնվող երեխաների նկատմամբ բռնությունների դեմ։ Իր բոլոր խանութներում հարգանքի արժանապատվության խիստ քաղաքականություն մտցրեց, դարձավ սոցիալական խնդիրների հանրային պաշտպան։ Բայց ամենից շատ նա դարձավ հայր։ Ներկա սիրող հայր, որը սովորեց, որ կյանքի ամենամեծ հաջողությունը ոչ թե կուտակած գումարի մեջ է, այլ այն կյանքերի, որոնց կարող ես դիպչել իսկական սիրով։ Եվ Անին, աղջիկը, որը խանութ էր մտել ընդամենը քրոջ համար պարզ նվեր գնելու, բացահայտեց, որ ամենամեծ նվերը, որը կարող էր ստանալ, ոչ մի ցուցափեղկում չէր։ Այն իսկական ընտանիք ունենալու, մորը վերադարձնելու, իրեն սիրող հայր ունենալու այն համոզմունքի մեջ էր, որ այլս երբեք իրեն անտեսանելիի պես չեն վերաբերվի։ Որովհետև երբեմն ամենագեղեցիկ արդարությունը դատարաններից չի գալիս։ Այն գալիս է սիրուց, որը հրաժարվում է հանձնվել, ճշմարտությունից, որը հրաժարվում է թաղված մնալ, մի աղջկա քաջությունից, որը, պայքարելով քրոջ համար նվերի համար, վերջում դռներ բացեց մի նոր սկզբի համար, որը կփոխեր նրանց բոլորի կյանքը ընդմիշտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի, Տիգրանի, Սոնայի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերամիավորման, արդարության իսկական սիրո այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում սերն ու ճշմարտությունը միշտ ճանապարհ են գտնում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները։